Հուլիսի 12-ին կրակոցներ են հնչել Երևանի Արաբգիր վարչական շրջանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Վաղարշան փողոցի բակերից մեկում վիճաբանություն է եղել։ Դրան հաջորդել են կրակոցները։ Նախնական տեղեկություններով 2 վիրավորներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կա 1 ձերբակալված՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։ Վիճաբանության պատճառն ու վիճողների ինքնությունը պարզվում է։ Օկուպացված հայկական Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատացրել է, թե իբր Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրն Ադրբեջանն է։ Մեջբերում, եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ բախվում են վառելիքի պակասի, Հայաստանը վառելիքի հուսալի աղբյուր ունի, եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Եթե դա չլիներ, հավանաբար այսօր Հայաստանը ստիպված կլիներ բենզին եւ դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր մասերում, ասել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործունեությունից։ Այս թեմային անդրադարձել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։ Նա մասնավորապես գրել է, որ Ադրբեջանի նախագահն ասել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ։ Պարզվել է, որ Ժոզեփ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում»։ Նարեկ Կարապետյանը նկատել է. «Այդ որ հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը»։ ԱՄՆ-ի հարվածների տակ են հայտնվել Իրանի 13 քաղաքներ։ Պայթյուններ են որոտացել Հորմուզի նեղուցի շրջանում եւ տարբեր քաղաքներում՝ Բանդար Աբաս, Քերմանշահ, Քեշմե եւ Ավաս քաղաքներում։ Իրանն ի պատասխան բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ է արձակել միանգամից մի քանի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստները եւ վառելիքով լի տանկերը։ Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում ոչնչացվել են ուղղաթիռների տեղ սպասարկման վայրեր, ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններ եւ թիրախներ։ Խոցվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։ Քուվեյթում էլ ոչնչացվել է Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգը, ինչպես նաև վառելիքի մի քանի ջրամբարներ։ Իրանի հարավում ԱՄՆ-ի հարձակումների վերջին ալիքի ժամանակ իրանցի զինվորական է զոհվել։ Նա Իրանի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ էր, հայտնել է իրանցի պաշտոնյան։ Մեր լրատվական գործակալության տվյալներով երկրի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Մեջբերում Իրանը 3 համաձայնեց մեզ համար կատարյալ գործարքի։ Նրանք զիջեցին ամեն ինչում, դրանից հետո լքեցին սենյակն ու 1 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին մեր նավերի ուղղությամբ»։ Մեջբերման ավարտը։ Իրանը հարվածել է Քուվեյթի եւ Իրաքի սահմանին գտնվող 3 անցակետերի, հայտնել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը։ ԻՀՊԿ-ն հայտնել է, որ 4 Ֆաթեհ 110 հրթիռ են արձակել հրթիռային կայանքների վրա, որոնք պատրաստվում էին կրակ բացել Իրանի ուղղությամբ։ Իրանական անօդաչու թռչող սարքերը նաև անջատել են Քուվեյթում գտնվող նոր-ամերիկյան բազայի կապի համակարգերը եւ փակել մուտքի ճանապարհները։ Նախնական հաղորդագրությունների համաձայն իրանական հարձակման հետևանքով զոհվել է մի քանի ամերիկացի զինվոր։ Ավելին հարվածներ են հասցվել Պարսից ծոցում գտնվող Քուվեյթի նավթային ընկերության ծովային հորատման հարթակներին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 1 աշխատակից եւ վնասվել են բազմաթիվ սարքավորումներ։ Գիշերվա հարձակումից հետո Օմանի արտաքին գործերի նախարարությունը Մասկատում Իրանի դեսպանին կանչել է ու հանձնել պաշտոնական բողոքի նոտա երկրի տարածքին իրանական անօդաչու թռչող սարքերով հարվածելու համար։ Խոսքը Մուսանդամ եւ Ալբատինա նահանգների օբյեկտների վրա հարձակումների մասին է։ Օմանը դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ այդ գործողություններն անվանել անպատասխանատու։ Իրանի արտգործնախարարությունը ամերիկյան հարվածների ֆոնին Վաշինգտոնին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման համար։ Պատերազմը դադարեցնող համաձայնագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց ԱՄՆ-ն բացահայտորեն խախտել է համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները։ Հարձակվելով Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների, ձկնորսական նավերի, բեռնանավերի, օդերևութաբանական օբյեկտների եւ շինությունների վրա, ԱՄՆ-ն իրականացրել է ռազմական հանցագործությունների ամենածանր գործողությունները։ Մեջբերման ավարտը։ Նախարարությունում կրկին հիշեցրել են, որ Իրանի դեմ հարձակումների ցանկացած աղբյուր Թեհրանը դիտարկի որպես պաշտպանական հարվածների օրինական թիրախ։ Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին կոչ արել խորհրդարանին կամ նպատակահարմարության խորհրդին ընդունել օրենք, որը երաշխավորում է վճռական պատասխան երկրի գերագույն առաջնորդի կամ բարձրաստիճան զինվորականների ու պետական պաշտոնյաների դեմ մահափորձի ցանկացած փորձի համար։
October 7 had nothing to do with their nuclear program. 71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինսի Գրեհեմը, նա հակառուսական պատժամիջոցների ակտիվ կողմնակից էր։ Սենատորը մայից առաջ վերջին հեռախոսազրույցն է ունեցել նախագահ Թրամփի հետ քննարկելով Ուկրաինան, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածները։ Զանգից հետո Գրեմը ինչ-որ մեկին ասել է, որ իրեն լավ չի զգում, բայց պլանավորում է բժշկական օգնության դիմել Կիրակի, նախատեսված հեռուստատեսային ելույթից հետո։ Ըստ տեղեկությունների նա կատակել է. «Ես հիմա չեմ կարող մահանալ, ես դեռ պետք է կիրառեմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, կարգավորեմ Իրանի հարցերը եւ Իսրայել-Սաուդյան արաբական հարաբերությունները»։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի արձակման հետևանքով Իստրայի Պիոներսկոյի անվանում զոհվել է 3 մարդ, եւս 3-ը վիրավորվել։ Հրդեհը բռնկվել 5 առանձնատներում։ Սոլնեշնոգորսկում բազմաբնակարան բնակելի շենքի վրա ԱԹՍ ընկնելու հետևանքով տուժել է 2 մարդ։ Մոսկվայի շրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 350 ԱԹՍ, մեծ մասը ոչնչացրել են հակաօդային պաշտպանության ուժերը։ Ռուսական զինուժը պատասխան հարձակում է իրականացրել ուկրաինական մի քանի խոշոր օբյեկտների թիրախավորելով։ Այս անգամ եւս հարձակման թիրախումներ գրաված է եղել մայրաքաղաք Կիևը։ Шановні українці, українки, щойно були. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է վարչապետի պաշտոնից հեռացնել Յուլիա Սվիրիդենկոին։ Այս մասին Զելենսկին գրառում է կատարել Telegram-ի իր էջում, հայտնելով, որ Սվիրիդենկոն կգլխավորի նոր կարևոր ուղղություն, առանց հստակեցնելու, թե ինչ ուղղության մասին է խոսքը։ Նախագահի խոսքով այս փոփոխություններն անհրաժեշտ են նորացված քաղաքական ռազմավարության իրականացումն ապահովելու համար։ Մեջբերում շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն եւ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայում երկար տարիների արդյունավետ գործունեության համար։ Առաջարկել եմ նրան գլխավորել առանցքային գործընկերներից մեկի հետ հարաբերությունների նոր կարևոր ուղղությունը։ Ակնկալում եմ, որ խորհրդարանի հետ միասին կիրականացնենք կառավարության համապատասխան փոփոխությունները։ Մեջբերման ավարտը։ Նախագահը հայտարարել է, որ փոփոխություններ կլինեն իրավապահ մարմինների ղեկավար կազմում։ Կիրակի ուշ երեկոյան Բանգկոկի բարերից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 27 մարդ, 22-ը ծանր վիրավորվել։ Ականատեսների խոսքով հրդեհը բռնկվել է բարի բեմին հարակից հատվածում, ապա կայծակնային արագությամբ տարածվել։ Հրդեհի հետևանքով անջատվել է էլեկտրամատակարարումը։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, ինչպես են մարդիկ խուճապահար փախչում բարից, ոմանց հագուստը կրակի մեջ։ Բանգկոկի աղետների կանխարգելման եւ հետևանքների վերացման վարչության նախնական քննության տվյալներով հրդեհի հավանական պատճառը կարող է լինել օդորակիչի էլեկտրական կարճ միացումը։ Այնուամենայնիվ, միջադեպի պաշտոնական պատճառը դեռևս չի հրապարակվել։